Մոսկվայում կայացել է Հայ գործարարների ասոցիացիայի կողմից կազմակերպված հերթական բիզնես ֆորումը։ Ռուսաստանի և Հայաստանի բիզնես շրջանակների ներկայացուցիչները քննարկել են հայկական բիզնեսի արդի խնդիրներն ու հեռանկարները։ Բացման խոսքով հանդես է եկել Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։ Քննարկման հիմնական թեման Հայաստանի Եվրամիության անդամակցության հեռանկարն էր։ Սամվել Կարապետյանը նշել է, որ ԵԱՏՄ-ն է ապահովում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության հիմնական բաժինը և հանդիսանում է նրա հիմնական առևտրային գործընկերը և երկրի տնտեսական կայունության հիմքը։ Членство Армении в ЕАЭС играет ключевую роль. Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը առանցքային դեր ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության կայունության և զարգացման գործում։ 2024 թվականի ընթացքում Հայաստանի ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը մեծացել է, հասնելով 12 միլիարդ 700 միլիոն ԱՄՆ դոլարի։ Միևնույն ժամանակահատվածում Եվրամիության հետ կրճատվել է 14%-ով և կազմել 2 միլիարդ դոլար։ ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են լուրջ տնտեսական հետևանքների հանգեցնել։ Կարևոր է հասկանալ, որ էներգետիկ անվտանգությունը միայն տնտեսական հարց չէ, այլ ռազմավարական գործոն։ Եվրամիության հետ համագործակցությունը հնարավոր է և անհրաժեշտ, սակայն ոչ ԵԱՏՄ-ում կորուստների գնով։